Здесь. Один вопрос задать. Здесь. Штативի վրա դիրքն է նորմալ։ Պարոն Քոչարյան, ինչ ակնկալիքներով եք եկել Խնդրում եմ մեկ րոպե սպասենք, հա? Շտացիվոջինը։ Ինչ ակնկալիքներով եք եկել այսօր ընտրության։ Այն ակնկալիքով, որ շարունակական ողբերգությունների շղթան, պարտությունների, նվաստացումների շղթան վերջապես կավարտվի։ Պարոն Քոչարյան, վաղ առավոտից մենք ահազանգներ ենք ստանում բազմաթիվ ընտրատեղամասերից, որ ԿՊԱ-կանները ուղղորդում են մարդկանց, թե ում ձայն տան եւ ընդհանրապես ընտրատեղամասերի մոտակայքից հեռու չեն մնում։ Ինչպես դրանք արձագանքեք, հաշվի առնելով, որ Փաշինյանն ասում էր, որևէ ընտրություն չի կեղծվելու։ Այստեղ շատ կարևոր եմ համարում ու նաև շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր այդ ամեն ինչը արձանագրում են, պարզ քաղաքացիներից մինչև հատկապես լրագրողներ, որտեղ սա շատ կարևոր է։ Մենք նաև ընտրաշավի ընթացքում, նախաընտրաշավի այս բոլոր ընթացքում տեսանք այն խախտումները մասսայական, ադմինիստրատիվ լծակների կիրառումը, սկսած հանրահավաքներին հավաքելուց մարդկանց, մինչև ուղղորդումներ, պարտադրումներ, այս ամեն ինչ շատ մտահոգիչ է իհարկե, բայց կարծում եմ օրը ամփոփելուց հետո արդեն ավելի կոնկրետ օրվա հետ կապված գնահատական կտանք, որովհետև ընտրախախտումները կարծում եմ շատ ժամանակ ոչ այնքան ընտրության օրն են կատարվում, ինչքան դրան նախորդող օրերն ու ժամանակաշրջանը։ Левон Робертович, вопрос следующий. Мы сегодня, да и последнюю неделю слышим, Ром, может, впереди, обвинения со стороны Пашиняна и в адрес Москвы, и в адрес действующей оппозиции в Армении, что якобы пытается искусственно, да, завысить явку на выборах за счет там, перемещения армян из других стран, чтобы повысить явку и проголосовать за определенных кандидатов. Вот что вы думаете вот, насчет этих обвинений действующего премьера? Не только это, я думаю, там и другие обвинения насчет гибридной войны и всего остального, но на самом деле они сами устраивают вот, так называемую гибридную войну. Не только они, а другие страны, которые очень сильно вовлечены в выборные процессы в Армении. Что касается остального, если закон не запрещает, если ты гражданин Армении, вне зависимости от того, где ты живешь, ты можешь приехать, проголосовать, то есть тут нет ничего незаконного. То, что они делают, они пытаются испугивать людей, чтобы они были в страхе, что если придут, там их отправят в армию или что-то такое. То есть по закону это не запрещается, и тут то, что они говорят, это вообще нелепо и неправильно. Спасибо. Все, спасибо.